Սպասված, հրաշք, լույս, նորածիններին տարբեր կերպ են անվանում, սակայն անգամ սպասված լուսավոր հրաշքը կարող է անհաստ ծնվել։ Այս արտահայտությունը հաճախ ենք լսում, ուստի ես որոշեցի ավելի խորը փորել ու պարզել, թե ինչն է բերում վաղաժամ ծննդաբերության և թե որ նորածիններին կարելի է համարել անհաստ ծնունդ։ Փոքրիկ ու անպաշտպան մարմին, թել հիշեցնող ոտքեր ու ձեռքեր, մի բուր գլուխ և կատվի մլավոց, կամ ինչպես մասնագետներն են ասում, անհաստ նորածին։ Այս բառակապակցությունը միայն բավական է ծնողներին սարսափեցնելու համար, իսկ իրականում կարելի է միայն զրուցել մասնագետի հետ և ամեն ինչ իր տեղը կընկնի։ Այնուամենայնիվ վերադառնանք այդ վախեցնող արտահայտությանը, անհաստ նորածին, իսկ որ նորածիններն իրավունք ունեն արժանանալու այս բնորոշմանը։ Վաղաժամ ծննդաբերություն հիմա համարվում է 22 շաբաթականից հղիության սկսած։ 22-ից մինչև 37 շաբաթվա ընթացքում ծնված նորածինները համարվում են անհաս։ Ըստ քաշի անհասները բաժանվում են 3 խմբի։ 2500 գրամից մինչև 1500 գրամ քաշ ունեցող նորածինները դա մարմնի ցածր քաշող նորածիններն են։ 1500-ից մինչև 1000 գրամ քաշ ունեցողները կոչվում են շատ ցածր քաշ ունեցող անհաս նորածիններ և 1000 գրամից ցածր նորածինները դա էքստրեմալ ցածր քաշող նորածիններն են։ Մասնագետների կողմից անհաս նորածինների սահմանումը լսելուց, կիլոգրամային տարանջատումը պարզելուց հետո ինձ մի բան հետաքրքրեց։ Միթե 2 կիլոգրամ 500 գրամից ցածր քաշով նորածիններն, ովքեր սակայն հղիության 37 շաբաթականից հետո են ծնվում, համարվում են անհաս նորածին։ Անհասի գնահատականը մենք տալիս ենք զուտ հղիության շաբաթներից ելնելով։ Մեր իրականության մեջ շտապող մարդկանց հարցնում են. 7 ամսականում ես ծնվել։ Կատակը կատակ, բայց շատ շատերին թվում է, որ վաղաժամ ծննդաբերության պատճառը միայն ապագա բալիկի շտապողականությունն է։ Իրականում վաղաժամ ծննդաբերության պատճառներն անհաշվելի են, այնուամենայնիվ առանձնացնենք ամենից հաճախ հանդիպողները։ Առաջի խումբը դա սոցիալ-տնտեսական պայմաններն են։ Առաջինը մասնագիտական վնասակար ազդեցություն, մոր, հոր, վնասակար ցեղում աշխատել, ինչ-որ թույնային նյութեր օգտագործելը և այլն։ Դրա մեջ մտնում է ոչ ցանկալի հղիություններ, նաև մոր ծխելը, ալկոհոլ և թմրամույն նյութեր օգտագործելը, որ շատ հաճախ բերում է վաղաժամ ծննդաբերության։ Հաջորդ մեծ խումբը այդ գործոնների սոցիալ-կենսաբանական ֆակտորներն են։ Մոր տարիքը 17 տարեկանից ցածր պատանի հղիները և մեծահասակ առաջնածինները 35 տարեկանից բարձր իրանց մոտ լինում է ավելի հաճախ վաղաժամ ծննդաբերություն։ Հղիությանը նախորդող բազմաթիվ արհեստական ընդհատումներ մինչ ծննդաբերությունը և բակտերիակրությունը մամաների մոտ շատ հաճախ հետազոտված չեն մինչև հղիանալը, հղիանում են, բակտերիակրությունը բերում է նրան, որ լինում է վաղաժամ ծննդաբերություն։ Հաջորդ պատճառների խումբը, որը բերում է վաղաժամ ծննդաբերության, դա կլինիկական գործոններն են։ Դրանց մեջ է մտնում մոր էքստրագենիտալ հիվանդությունները, ֆիզիկական և հոգեկան տրավմաները, օպերատիվ միջամտությունները հղիության ընթացքում և շատ տարածված միզասեռական հիվանդությունները հղիության ընթացքում։ Լսելով մասնագետին հասկանում ես, թե որքան բան է կախված մայրիկի կրթված, տեղեկացված և խելացի լինելուց։ Հղիությունից առաջ և դրա ընթացքում որոշ տարրական գործողությունների օգնությամբ կարելի է կանխել վաղաժամ ծննդաբերությունը, իսկ եթե այն այլևս իրողություն է, ուրեմն մնում է անհանգստանալ նորածինի առողջության մասին, քանի որ այս պարագայում անհանգստությունը միանգամայն արդարացված է։ Առաջնահերթ խնդիրը հիմնականում անհասների մոտ դա շնչառական խանգարումներն են, թոքերի չզարգացության պատճառով։ Երկրորդ լուրջ խնդիրը, որ լինում է անհասների մոտ, դա ներփորոքային առնազեղումներն են, հնարավոր է հաճախակի լինեն, որը կապված չէ ծննդաբերական տրավմայի հետ, նրանք կարող են լինել իշեմիկ, հիպոքսիկ պատճառով։ Նորածինների մոտ շատ ավելի արտահայտված են լինում անհաս նորածինների մոտ դեղնուկներ, հիպերբիլիրուբինեմներ, որոնք լինում են և ֆիզիոլոգիական, և հիվանդության պատճառով։
Բիլիրուբինի մակարդակը ավելի ցածր պայմաններում ավելի բարդ խնդիրներ են իրանց մոտ առաջանում, քան հասունների հետ։ Լինում են շատ ավելի հաճախ խնդիրներ կապված ստամոք-սաղեքային տրակտի հետ, ինֆեկցիայի ֆոնի վրա, դա նեկրոտիզացնող էնտերոկոլիտն է։ Անհասնորացիները շատ ավելի վատ են կարգավորում իրանց մարմնի ջերմաստիճանը, դրա համար առաջնահերթ մենք պետք է ապահովենք ջերմային ռեժիմը։ Անհաս փոքրիկներից շատերը արգանդից դուրս դժվարությամբ են հարմարվում շրջակա միջավայրին, ուստի նրանց մայրիկներից պահանջվում է երբեմն նույնիսկ գերխնամք, որովհետև միայն մայրիկի գրկում նրան հպված են նորածիններն իրենց ապահով զգում։ Սեբաստիա ծննդատան մասնագետներն անհաս նորածիններին օգնելու համար երբեմն դիմում են մի շատ հետաքրքիր մեթոդի։ Խնամ կենգուրուի եղանակով։ Այդ մեթոդը կիրառվում է այն անհասների մոտ, որոնց վիճակը բավականի կայուն է, ունեն որևիցե ծծողական ակտ, կարող են ծծել եւ քաշը 1100 գրամից բարձր է։ Ավելի հաճախ կիրառվում է 1500-ից 1800 գրամ անհասների մոտ, քանի որ դա բերում է ջերմակայունացմանը։ Բալիկին հագցնում են շապիկ բացվող առջևից, տակդիր, գլխարկ եւ գուլպաներ, մերկ մաշկով հպում են կրծքավանդակին, մամայի, բալիկի կրծքավանդակը եւ գլուխը պետք է հպվի մամայի կրծքին, գլուխը մի քիչ ետ գցած եւ ծածկում եւ ամրապնդում են տաք շորերով։ Մաման կարող է անցկացնել այդ վիճակով ինչքան ուզում է, նստել, պառկել բալիկը հպված կրծքի ջերմակայունացումը դեպքում անցնում է շատ լավ։ Անհաս երեխաների խնամքը տնային պայմաններում ավելի հեշտ կազմակերպելու համար մասնագետները փոքրիկին մայրիկի հետ ավելի երկար են պահում ծննդատանը, որպեսզի երեխան մի փոքր ամրանա եւ պատրաստ լինի մեծանալ ու զարգանալ։